բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես Անահիտ Կիրակոսյանը ուզում եմ արթնանալ ձեզ հետ միասին։ Առաջիկա 1 ժամը լինելու է շատ հետաքրքիր, մնացեք մեզ հետ, իսկ այս պահին առաջարկում եմ դիտել տեսահոլովակ ու արթնանալ միասին։ Վերադարձանք տաղավար եւ եթերի իմ ամենասիրելի հատվածն է։ Եվ այսպես մայիսի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ հոգեբան, մտածող, հեղինակ Կոնստանտին Սարգսյանը ճանապարհ դեպի տուն խորագրով առաջին անգամ հանդես կգա Երևանում իր հատուկ սեմինարով։ Այս թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք իմ շատ յուրահատուկ հյուրի հետ, ով նույնպես բռնեց ճանապարհ դեպի տուն եւ ԱՄՆ-ից վերադարձավ Հայաստան։ Դերասանուհի Մանո Գրիգորյանն է այսօր իմ հյուրը, բարի առավոտ Մանո ջան։ Բարի լույս Անահիտ ջան, այնքան սենց լավ ու ճիշտ ներկայացրեցիր, որ սենց սիրտս թրթրաց, որովհետև իրոք ճանապարհը դեպի տուն, չնայած իմ համար դա երկու իմաստ ունի, բայց իրականում հիմա որ ես վերադարձել եմ, այդ վերադարձ բառն էլ է լավ, որովհետև մենք չէինք գնացել, մենք ուղղակի հիմա վերադարձել ենք, այնքան հաճելի է տան զգացողությունը։ Եվ երբեմն չեմ հիշում ինստիտուտում մեր կուրս ղեկը Արմեն Էլբակյանը միշտ է ասում էր, երբեմն պետք է մեծ շրջապտույտ կատարես ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին գտնվելու համար, ոնց որ մեր համար դա այդ ժամանակահատվածն էր։ Նախ շատ ուրախ եմ, որ այս առավոտ սկսում եմ քեզ հետ միասին Մանո ջան, եւ դու լինելով դերասանուհի, հաղորդավարուհի, մայրիկ, կին, այսօր մի շատ հետաքրքիր ուղի ես բռնել, հա, ինձ հետաքրքիր են խաչվող ուղիները, որտեղից սկսվեցին Կոնստանտինի հետ, որտեղ հանդիպեցիք, ինչպես եղավ ձեր առաջին հանդիպումը եւ ինչպես դարձար այս ամենի ինչու ոչ կարևոր կազմակերպիչը, հա։ Ընդհանուր ճանապարհը սկսվեց այնտեղից, երբ որ մարդը սկսում է այդ ինքնաճանաչողության փուլը իր կյանքում, որը կարծում եմ յուրաքանչյուր կանանց մոտ, հատկապես տենց 40-ից հետո մի ուրիշ ձևի սենց մեջը մի հատ ալիք է բարձրանում, չնայած ես ինքս իմ տեսակով ինքս ինձ համար շատ հետաքրքիր եմ եղել եւ ինձ միշտ հետաքրքիր է եղել պրպտալ իմ ներսը, շատ ու շատ հարցեր, ով ես դու, ինչի համար ես ծնվել, հավատքի հետ կապված միշտ sense երևի այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, տարբեր տեղերում, տարբեր վիճակների մեջ հաստատ ինձ տեսած կլինեն։ Ժամանակ կար, որ հասկանում էի միգուցե դա խնդիր է, որովհետև տպավորություն էր, որ դու անդադ չես կարողանում քո տեղը գտնես։ Ինչ որ կյանքի էտապներում անընդհատ այդ որոնումներ, բայց նաև դրա հակառակ կողմը կար, որ այդ որոնումների մեջ այնպես չէր, որ դու քեզ կորսում էր, հասկանում էր այս մի էտապն էլ անցանք, հիմա այս մյուսը, իսկ քո ճանապարհն է, որը որ դու գնում ես, որովհետև յուրահատուկ մարդուն ինչն է դարձում իր անցած ճանապարհը, այդ հարստությունը, որ հետո դառնում է մի ամբողջ պատմություն, որով դու կարող ես կիսվել։ Կարևորը չշեղվես ինքդ քեզանից եւ ամեն դեպքում ընտրես քեզ, քո հոգին ու քո տունը։ Եվ Կոնստանտինի հետ հանդիպումը զուտ եղել է այդ ինքնաճանաչողության ճանապարհի փուլում, որ ես պարզապես որպես սովորական մարդ վերցրեցի սեանս, Zoom-ով այդ ժամանակ դեռ Միացյալ Նահանգներում էին, որտեղ ունեի մի շարք հարցեր եւ տենց մենտալ հարթակի վրա ինչ որ ներքին վստահություն կար, որ վերջապես գտնվել է մի անձնավորություն, որ իմ բոլոր հարցերի պատասխանը կտա եւ իրականում հենց այդպես էլ եղավ։ Պատկերացրեք, սա իմ անձնական փորձն է, գովազ չէ, որովհետեւ իրոք 1.5 ժամվա այդ ամբողջ սեանսը, որ նախ շատ հետաքրքիր ինքը մեթոդ ունի, որ եթե ուրիշ հոգեբանների մոտ, այսինքն չէ, որոշակի դու ընդհանուր գնում ես, որպեսզի ստանաս քո խնդիրների լուծումը կամ շատ ու շատ հարցերի պատասխան, այստեղ 1.5 ժամ, այո։ Ու շատ կարևոր չի թե ինչ է ինքը տալիս, այլ կարևոր է այդ process-ից հետո այն ինչ որ դու հասկանում ես, որ հանդիպում ես քո լավ եւ վատ կողմերին, ստանում ես շատ ու շատ հարցերի պատասխանը, ինչ ես անելու հետո, որովհետեւ արդեն մոտ այդ օրվանից անցել է 1 տարի ու ինձանից հետո շատ ու շատ իմ ընկերներին խորհուրդ տվեցի, բոլորն էլ չէ, մարդը նույնն է, բոլորի հետ նույն գործողությունն է անում, բայց դա չի նշանակում, որ օրինակ ես հիմա խոսում եմ, ունեցել եմ տվյալ SX արդյունքը, ինչ որ մեկի մոտ է կլինի, դա շատ կարևոր է թե հետագայում քո քայլերը դու ինչ որ բան իրոք պատրաստ ես փոխելու, թե ոչ, որովհետև դա ինձ թվում է կարևորագույնը, որովհետև բոլորս էլ ինչ որ ոչ մեկ հիմա հատկապես հիմա
սոցիալական հարթակը այնքան լիա ինֆորմացիա, որ վարկանապես, ասենց ասեմ, ինչ ուզում ես, դու կարողանում ես գտնել։ Բայց այդ գտնելուց հետո արդյոք դու կարողանում ես այդ ինֆորմացիան ի օգուտ քեզ, քո ինքնաճանաչողության, չգիտեմ, ընտանիքի նայած որտեղ է խնդիրը կարողանաս լուծես, փոխվես։ Կարևորը ես կարծում եմ հենց այդ կետը այդ փոփոխության մեջ է, որը իմ մոտ ֆանտաստիկ էր, որի համար անչափ ուրախ եմ, ինչ որ տենց երևելի կամ ինչ որ նոր բաների մասին ինքը ինչ չասեց, ինքը ասում է ինչ որ մենք բոլորս գիտենք, ուղղակի ամրապնդում է եւ դու սկսում ես ավելի գիտակից, ասենց ասեմ, ոնց որ մեր ամբողջ կյանքը իրականում դա ալգորիթմ է։ Ոնց որ մենք մեր պրոֆեսիայի մեջ, չէ, բոլորը կասեն, ոնց հաստատում ունեք, որ հուզվեցիր, կամ ոնց եղավ, որ տեսախցիկը միանում է, որ դու չես լարվում։ Ինչի՞ չես լարվում, որովհետև դու անցել ես դպրոց, դու գիտես բոլոր տեխնիկական հնարքները, նույնիսկ ամեն ինչը ոնց խալի տակից դուրս գալ, նույնն էլ մեր հոգին է։ Երբ որ մենք սկսում ենք ճանաչել մեր հոգին, դրանով սկսում ենք ճանաչել ինչ է ընդհանրապես իրենից ներկայացնում ես կյանք ասվածը, որ իդեալական Աստծո կողմից ստեղծված ունի սխեմա, դու պարզապես այլևս այդ սխեմայի մեջ չես կարող լինել սխալ, այսինքն դու դառնում ես իր մի մասնիկը, ոչ թե դու հակառակվում ես դրան, այլ դու դառնում ես այդ ամբողջ օվկիանոսի մի փոքր կաթիլը, որը երևակայական շատ փոքր է, բայց ինքը շատ կարևոր ֆունկցիա է կատարում, որովհետև իր չլինելու դեպքում օվկիանոսից ինչ-որ մի կաթիլ պակասում է։ Zoom-ի հանդիպումից հետո եղավ իրական հանդիպում եւ մեկնեցիք այն էլ միասին Երուսաղեմ, որ կարծում եմ այսպես պատկերացրեք այդ ամեն ինչը եղել է Անահիտ ջան պատահական։ Երուսաղեմում մեր եւ Կոնստանտինի հանդիպումը ընդհանրապես ինչ որ տենց հատուկ արված չէր։ Պարզապես կար մի հրաշալի ծրագիր Ծագումով հայեր եւ այդ ընթացքում մեր կյանքում շատ sense ճակատագրական որոշման պահներ, որովհետեւ իրականում մեր ընտանիքը բաժանվել էր երկու մասի։ Սարգիսը եւ Յանան փոքր աղջիկ ուզում էին վերադառնային, ես ու Էվան ոչ թե չէինք ուզում, այլ պարզապես sense հոգեպես պատրաստ չէինք, որովհետեւ իրականում երկիր փոխելը այնտեղ ինչ որ չափով հիմնադրվել է, հաստատվել է եւ հետո նորից հետ վերադառնալը ես ինքս մի քիչ ստաբիլություն եմ սիրում։ Մի քիչ դժվար էր, որովհետև հազիվ ադապտացվել ես, գոնե ասում էի գնանք մի երկու ամիս մնանք, հետ գանք բան, իսկ ամուսինը շատ ցած կտրուկ է իր որոշումների մեջ, չկա կամ էս կամ որոշում ենք եւ վերջ, հստակ։ Ու այդ ընթացքում տեսնում եմ այդ Երուսաղեմի գովազդը եւ իրականում ոնց որ Աստծո կողմից ուղարկված մեսիջ լիներ, բայց հասկանում եմ ժամկետների մեջ ոչ մի ձև հնարավոր չի, որովհետև մենք ամսի 12-ին պետքա գանք Երևան ու դա որոշել էինք անակնկալանեինք մայրիկս չգիտեր, ոչ մեկ չգիտեր։ Մենք պատկերացրեք 3-4 ամիս պլանավորել ենք, մեր ամբողջ հագուստը ամեն ինչ ուղարկել ենք ու ոչ մեկ չի իմանում, ես չգիտեմ ոնց է դա իրականում մեզ մոտ ստացվել, որ թաքցնենք։ Համ այդ անակնկալի պահն է, որը մեծ իրանից էմոցիոնալ sense բաներ պահանջում ու փաստորեն գալիս են 3 օր հետո պետք է լինի Երուսաղեմի թռիչքը։ Մի խոսքով շատ դժվար էր, բայց որ աղոթք արեցի, ասում եթե, չգիտեմ, ինչ որ մի բան կա, որ ես այդ ժամանակահատվածում պետք է այդտեղ լինեմ, ուրեմն ինչ էլ որ լինում է կլինի ու այնքան հաճելի է, երբ որ մարդը կարողանում է իր ներսում զարգացնել այդ վստահությունը։ Այսինքն ոչ թե ավելի շատ գնաց քո ցանկությունների հետևից, ցանկությունները կան, բայց գիտես կա որ մի հատ վերին ուժ, որ ինքը ավելի լավ գիտի, պետք է այդ ժամանակահատվածում դու տվյալ X տեղում գտնվես թե ոչ։ Եվ որ բոլոր անհավանական ձևերով ամեն ինչ ստացվեց, որովհետև վիզա էր պետք, ես էր պետք, այն էր պետք, մի խոսքով եւ հայտնվեցինք այդ հրաշք ճանապարհորդությանը։ Եկար այդ խաղաղության ներդաշնակության, որ վերադարձը ճիշտ էր, օգնեց քեզ նաեւ։ Սենց ասեմ, արդեն իսկ որոշումից հետո ճիշտ ու սխալի հարց չկար, որովհետև ես ինքս կյանքում փորձում եմ ճիշտ ու սխալ, չգիտեմ, լավ ու վատ չանել, որովհետև այս կյանքում ամեն ինչ ոնց որ բալանսի մեջ է եւ կա սևը, կա սպիտակը, լավ, վատ, ամեն ինչ sense հարաբերական, բան չեմ փորձում ոչ մի բանին գնահատական տամ։ Ավելի շատ վստահություն process-ին, ընթացքին։ Ու եթե իրադարձությունները տանում են նրան, որ դու պետքա գնաս ու դրա հետ գումարված, եթե ընտանիքի գլուխը էներգետիկ իրան տեղ լավ չի զգում, չեմ ասում ստիպված, այլ գիտակցաբար պետք է հասկանաս, որ պետք է լինես այնտեղ, որտեղ որ պետք է լինես ու ամենակարևորը հենց Կոնստանտինի այդ Zoom-ի հանդիպման ամենասենց կարևոր
մեխը ինձ համար էր, որ ինչքան կարևոր է յուրաքանչյուր մարդու համար այն հողը, որտեղ որ ինքը ծնվել է, հատկապես այն մարդու համար, ով հոգևոր ինչ-որ ճանապարհի վրա է, ինչ-որ փնտրտուքներ ուզում է մի փոքր ավելի բարձր sense էներգիաներով ապրի, ինքը պետք է լինի իր հողում, որտեղ տեղից ես դու ծնվում։ Ու ասեմ շատ ու շատ նույնիսկ խնդիրներ կային եւ հոգեբանական եւ փոքր ոնց որ խնդիր կար նաև հիվանդության հետ կապված, ես եկա այստեղ ու այդ ամեն ինչը լուծվեց։ Այսինքն դա երբ որ ոնց որ ծաղիկը արմատից պոկես իր հողից տանես ուրիշ տեղ, ասենք արևը, ամեն ինչ ուրիշը, շատ լավ է, գունավոր է, հաճելի է։ Բայց ուրիշ կերպ է։ Հիմա ոնց է, չէ՞, մենք գնում ենք ճանապարհորդության հաճելի է, բայց ոնց մեզ գաս տուն։ Գաս չգիտեմ, կապ չունի, ինչ աղքատիկ է, ոնց է տանը լինես։ Իրական այնքան հետաքրքիր զրույց է ու յուրահատուկ էներգետիկա ունես խաղաղության, որ անվերջ ուզում եմ լսեմ, բայց մեր եթերաժամանակը, հա, կրճատ է, եթերն ունի իր ժամանակը, որպես վերջաբան արի այսպես հեռուստայի տողին հուշենք, ինչու պիտի մայիսի 2-ին գան ու մասնակցեն սեմինարի։ Նախ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում ունեն ինչ-որ մի ունեն որոշակի հարցեր, փնտրում են, որը որ կապված է հավատքի հետ, իրանց ինքնաճանաչողության հետ, կյանքի հետ, ընդհանրապես ինչի համար ենք մենք ապրում, ինչ սպասելիքներ ունենք, ես վստահ եմ այդ բոլոր հարցերի պատասխանները, եթե դուք սրտով բացեք, հաստատ կգտնեք, որովհետև խոսվում է այն ամեն ինչի մասին, որի մասին մենք գիտենք, բայց չենք հիշում տպավորությունը, որովհետև ես ինքս էլ, երբ որ լսում եմ Կոնստանտինի ոդկասթները, մոտ տպավորություն, որ ես այդ ամեն ինչի գիտեմ, որովհետև ամենակարևորագույն բանը ամեն ինչ ասվում է շատ պարզ։ Շատ դեպքերում դա մարդկանց մոտ նաև կան շատ հակակարծիքներ, որ ասում են շատ սուր է, շատ չոր է, բայց դա ճշմարտությունն է, որովհետև իսկ այդ ճշմարտությունը ոչ բոլորի համար է, բայց այն մարդիկ, ովքեր որ ուզում են ու իրենց հետաքրքիր է, ես վստահ եմ, որ այդ օրը եթե ոչ գլոբալ, այլ հաստատ որոշակի փոփոխություններ կստանան։ Շնորհակալություն Մանո ջան, հետաքրքիր զրույցի համար, ապրես որ վերադարձել ես, ես շատ ուրախ եմ, անձամբ ես, ու վստահաբար շատ մարդիկ, ովքեր քեզ սիրում են ու սիրում են ձեր ընտանիքը, մաղթում եմ միայն հաջողություն ու ինչու ոչ, թող խոչընդոտ ճանապարհ լինի, բայց հաղթահարելի, հա, խոչընդոտ ոչինչ չի լինում։ Կարևոր իսկապես ճիշտ ժամանակին գտնենք մեր հարցերի պատասխանները։ Շնորհակալություն, որ այս առավոտ մեզ հետ եղար։ Շնորհակալություն ցեզ, ես հիանալի լավ առավոտյան էներգիայի համար եւ այդ քո գեղեցիկ աչքերի փայլի համար, որ այնքան անկեղծություն է գալիս, որ հասկանում ես, որ մարդը անկեղծ է ու բարի։ Շնորհակալ եմ անչափ, դե ինչ եթերում օրդ բարին էր, պետք է իսկապես տարածենք բարին, կյանքը շատ կարճ է ու թող որ յուրաքանչյուրը գտնի իր իրական ճանապարհը դեպի տուն։ Իսկ ինչ բան է տուն առհասարակ, տունը այդ վայրն է, որտեղ մենք մեզ զգում ենք հանգիստ, խաղաղ, իրական ինքներս մեզ հետ։ Ամենակարևորը այդ տաքուկ անկյունն է, երբ ասում ես տուն։ Այնպես որ սիրելիներս գնացեք ճանապարհ, գտեք այդ ճանապարհը դեպի տուն, ինչու ոչ մայիսի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ սպասվում է հեղինակ Կոնստանտին Սարգսյանի հետ հանդիպում, հենց այդպիսի խորագրով։ Այսօրվա եթերն այսքանն էր, մեր հյուրներ Գեղեցկուհի Մանո Գրիգորյանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանը, մնացեք բարով ու թող ձեր օրը լինի բարի։ Իմ այսօրվա տեսքն ու դիմահարդարումն ապահովվել է Աննա Մեյքափ ստուդիոն։ Դիմահարդար Աննա Մխիթարյանը, նրանց հասցեն է Մարգարյան 37։